Առայժմ երկու հորդ ունենք, մի 19 հատ ծնողքով է, в общем, մոզենի կան, բան կան, ամեն ինչից ունենք, չենք դժգոհում, ես ինչ ունեմ, ես իմ ձեռներով եմ ստեղծել, լրիվ սարքել, իմ ձեռներով եմ սարքել, ախվեր։ Ընդամենը 2 կովից է 20 տարի առաջ Վարդանը այս ճանապարհը իր ու իր ընտանիքի համար հարթել։ Աշխատում ենք, ստեղծում ենք, կացի լույս վառեմ։ Այն մարդը, որ բողոքում է, որ աշխատանք, լրիվ աշխատանք է։ Եկեք։ Սրանք թե նկատեցիր հիմնականում իմը էծերն են շատ, որովհետև ուլիկներն ես շատ եմ սիրում։ Էն էլ չանցած մի քանի ամիս ստիպված 2 կովերից մեկը ծախեց, որ երեխայի ուսման հարցը լուծի, մնացին մի ծննդկան կովի հույսին, բայց դա շատ կարճ տևեց, էլի աշխատեցին, ստեղծեցին ու գոմը անասուններով լցրեցին, տունն էլ ապրուստով, շուտով 60 տարեկան կդառնա, բայց առանց չափազանցության գյուղի, տո ողջ Մաթևոսյանական ծմակուտի ամենաաշխատասեր մարդկանցից մեկը գործից հոգնել ու բողոքել չունի, գիշեր ու ցերեկ անասունի, գոմի, խոտի, մեխանիզացիայի ու էլի 1000 ու մի տեսակ գործով է զբաղված։ Իսկ արդյունքը լիքը անասնագոմն է նորակառույց տունը ու վերջերս 3 միլիոնով ձեռք բերած խոտ հավաքելու հակավորելու մեքենան։ Աղջիկ ջան, գեղացին ինչով կապրի։ Գեղացին ապրում է, այս որ տեսակ գոմ, անասուններ են, չէ անասունով։ Որ ասեմ հող ենք մշակում, հող չենք մշակում։ Մեր հող մշակած հողը էս է։ Բնությունը տալիս է, մենք էլ հնձում բերում ենք, որ կայնանք անասուն պահենք։ Որ անասուն էլ գեղացին, որ անասուն չպայի, էլ ինչ գեղացի։ Գեղացուն, որ թողան իր տեղն աշխատի, չէ։ Գեղացուն օրինակ շատ չարչար են ասեն, միսես արտադրեմ, պետք է տանես հասցնես սպանդանոցից նոր հասցնես, տանես 10 այն երկրորդ վաճառողին բան, որ դոկուց ստանաս։ Ոչ, գեղացին պետք է մնա իր աշխատանքի վրա, արտադրում ամիս, թող արտադրի։ Մենք ենք մեր սարամ լավ թեմաներ կան, որ հայում մատնում ենք, ոնց որ սորվա մասին զրից անում այդ մարդը։ Պավլի խոսքերն են հիմնականում ու ընտիր խոսքեր։ Սա իմիջայլոց, իսկ ընդհանրապես Վարդանը դժգոհ չէ ոչ գյուղի, ոչ սարի ու ոչ էլ իր կյանքից։ Բացառապես անասնապահությամբ են հարստացել, դե հարուստ ասելով մեշոկով միլիոնատեր չեն, բայց կարողանում են իրենց արդար քրտինքով 1000 ու մի հարցի լուծում գտնել։ Էլի մենք ենք մեր սայամ ասում, մեր ձեռը փող շատ անգնեմ ու աշունքը։ Հա։ Աշունքն անգնեմ, դե անգնում է միլիոնի անգնեմ, ծախսեր, մի տարվա մեջ, մի տարվա կտրվածքով, այդ միլիոնին որ անգնում է, այնքան տեղավորել տեղ ես ունենամ, տեղավորում ես, մլուտելուց տակ քեզ բան չմնաց։ Մարդիկ կան օրինակ կնստեն գեղամիջը այնքան, որ մինը մի հատ պապիրոս ծխեն, բայց այդ աշխատանքը չեն անի։ Չգիտեմ ինչից է, երևի չեն սիրում աշխատելն էլի։ Փառք Աստծո, ես որ եկել եմ ստեղ, ընդամենը մնացել եմ 2 կով։ Մեկը ծախել եմ, որ ეხեն դասի գնա, այն մեկով այսքան ստեղծել, ոչ մեկից չեմ ուզել, ինչ որ աշխատանք էլ ես ոչ մի անգամ չեմ ամաչել, որ պետք է ես աշխատանք լանեմ։ Կարացել եմ, աշխատել եմ, տունը պահել եմ։ Սա սկզբից էլի իմ ձեռով հավաքած դոմիկ էր, դոմիկ։ Հենց սրանցով էի հավաքել։ Նայեք։ Սրանցով հավաքած դոմիկ էր, քիչ քարը ստեղծելով, ցեմենտը ստեղծելով, ավազը ստեղծելով, քիչ պատել եմ, սարքել եմ, հəmել ասում են, բանա, անօրինական, պետք է օրինակացվի, դե հա, պետք է անենք, եթե օրենք, պետք է անենք։ Մի խոսքով այսօր Ահնիձորում Վարդանի տունն ու տնտեսությունը գյուղի ամենաերանելի, ամենախորհրդավոր անկյունում է կառուցված։ Հերբից նայելիս թվում է տունը ոչ թե պարզապես կանգնած է, այլ ասես լողում է անտառի մեջ ու լուր հսկում է ամբողջ Ահնիձորի խաղաղությունն ու հանգստությունը։ Մի փոքր կտրված է գյուղից, բայց հենց դրանով էլ առանձնահատուկ է։ Միաժամանակ Ահնիձորի մեջ է ու Ահնիձորից դուրս։ Ծմակուտի փեշին թիկնած Վարդանի տունը հեռու է աղմուկից ու մոտ է բնությանը։ Ասել է դրախտային կյանք, առավոտները դիմավորելով սարերից իջնող զով կամ սառնաշունչ, իսկ երեկոները ձորերի խորունկ լռությամբ։ Ժամերով կարող է հիանալ ծմակուտի
մշակութի վայրի գեղեցկությամբ, հարուստ բնությամբ, անծայրածիր սարերով ու խորունկ ձորերով, որոնք կարծես պահում են այս տունը իրենց գրկում։ Այս վայրում ամեն ինչ խոսում է խաղաղության, ազատության եւ բնության հետ լիակատար ներդաշնակության մասին։ Ու հենց այդ ներդաշնակության մեջ Վարդանը հասել է մի պարզ, բայց կարևոր գիտակցման։ Գեղեցին ծնվում անասնապահ։ Չի դառնում, ծնվում անասնապահ, եթե գեղեն պետք է մնա, ծնվում անասնապահ, ուրիշ բան չի։ Դա քո ճակատագիրն է։ Իսկ գոհ եք ձեր ճակատագրից։ Փարկաստ ու ումտ եմ խալի։ Ինչ կա Աստված ինչ մեզ տվել այն էլ օգտագործում ենք, նորմալ է։ Ես չեմ բողոք։ Եթե բողոքեցիր, դուք տեղից բողոքեցիր, դուք տարից բողոքեցիր, դուք կյանքից բողոքեցիր, ուրեմն ապրելու իրանք չունես։ Փարկաստ ու տալիս է, օգտվի։ Ասում է բանա, տղեն դանակ է, աշխարհը դմակ է։ Մի մարդիկ կան դա սխալ են հասկացել։ Այդ դանակը եկալ է իրարին մորթը։ Դանակը դրա համար չի, ես աշխարհի մարա որ տալիս է քեզ, ամեն հնարավորություն տալիս է։ Կտրի կեր, կտրի օգտվի։ Դա դրա համար է տալի, ոչ թե իրար սպանելու համար է տալի։ Դե ես օգտագործել եմ։ Այդ դանակը իմ ձեռն էլ լամելա իմ ձեռը կա, այդ դանակը կա, օգտագործում եմ, փակաստում։ Այն դմակը, որ ասում աշխարհը դմակ է, չէ՞։ Դե օգտագործում եմ, ստեղծել եմ, ունեմ։ Եմ ասում կար, արել եք քաշում եմ։ Այսինքն տված է, բնությունը քեզ ամեն ինչ տալիս է։ Օգտվի։ Ո՞ղ ես օգտվում։ Գնամ ու ասեմ խոսքի ախպեր տանը հյուն եմ, կարաս մի շարախտ, սա քաշի ունեցի էլի։ Փարկաստ ու այս ծառը լրիվ ես եմ տնկել։ Խնձորի էլ կա, դամբուլ էլ կա, թութն էլ ունեմ դաժե։ Լրիվ ստեղծով է, ուրիշ որ վեր նայես որ քեզ ինչ-որ բան պետք է գցի, բան չկա։ Վարդանը գոհ է իր ընտրած ճանապարհից, շնորհակալ իր ապրած կյանքից ու վստահ, եթե մարդը հաշտ է իր տեղին, իր սարերին ու իր գործին, ապա դժգոհության համար տեղ չի մնում։ Մի տղա, երկու աղջիկ։ Ուրեմն այս հարցը մի ահագին վաղ առաջ տալիս են մոքրիս տղուն, ամաչմա որ ասի ունեմ երկու աղջիկ մի տղա, իրանն էլ ատենց։ Ասում ունեմ մի աղջիկ մի երեխա մի տղա։ Մաթեոսյանական մոտկոր աշխարհում ապրողները պարզ են, մաքուր եւ անմիջական։ Վարդանն էլ ասվածից հավաքական կերպարն է։ Ու քանի դեռ կան այսպիսի մարդիկ, կա նաեւ լավատեսության, հումորի եւ աշխատասիրության անսպառ չափաբաժին, առանց որի անհնար է։ Վարդանը պաշտում է իր գյուղն ու հողը, որի վրա ապրում է, որից էլ կայուն եկամուտներ ստանում։ Այստեղ ամեն ինչը փող է, ոչինչ չեն թափում, ոչինչից հեշտ չեն հրաժարվում։ Պարտանութա, հա։ Թրիկ, անասունի ատխոդնա։ Տանում ենք հողում շախտալի, որ խոտը լավն էլի, որ ամառը հնձենք ունենանք, ավելի շատ էլի։ Մեր աշխատանքն է, դու կա ամեն ինչ տալիս է, չէ՞, մի անասուն ես պահում, ոնց կարա չտրկի, բայց դրկի, չէ՞։ Այդ թրիկն էլ դու տար նպատակին օգտագործի, տար հողում շախտու, թող խոտն ավելի շատ էլի։ Ընդի ամուր չհնձես, 10 տուկի տեղը 20 կհնձես։ Սա լրիվ աշխատանք է։ Ու թող լրիվն էլ աշխատեն։ Ու կյանքը չնախանձեն են մեկին, որ այն մեկը տես արավ, ես չարի։ Դու էլ արա։ Քեզ խանգար, ոչ մեկը չի խանգարում։ Գյուղացու աշխատանքը ժամ ու պատարակ չունի, դե ոնց ունենա, եթե մարալը, սևոն կամ չալոն գիշերվա կեսին գոմում ծնում են։ Հիմա օրինակ ծնի սեզոն է, Վարդանի գիշերն ու ցերեկը խառնվել են իրար։ Օր ալում որ չես էլ քնեմ։ Օրեր, ոչ թե օրեր ալում որ չես էլ քնեմ։ Օրինակ մի ծնի շրջանն է, գիտես խոսքի ես կովը պետքա ծնի, չէ՞։ Դու սաղ քշերը չես կարող քնես։ Եթե տոշն չգիտես որ ժամ պետքա ծնի, ուրեմն սաղ քշերը պետքա չքնես։ Պետք է անընդհատ գնալ գալու մեջ ես։ Իսկ հիմնականում տենց 7:30-8-ին զարթնում ենք, գալի մեր գործն անեմ, գնամ թինգը տալի, թե հետը թարմար մարդ ալեմ, մի բաժակ բան ես, մինչև Ռիգունի հետ նույն գործը ու տենց շարունակ։ Գեղած կյանք, լավն է, լավ կյանք է, ուղղակի գեղածին չունի շաբաթ-կիրակի, չունի հանգստի օր, չունի խոսքի ուզում ընտանիքով մի տեղ գնա։ Գնալուց հետ գալուց բան չհասկանում, օրինակ գնում է, վայ, մնաց, ով կանի, ինչ կանի, ոնց կանի, չունի, շաբաթ-կիրակի չունի։ Պետք է անցած աշխատի։
Գյուղից առավել մաքրություն Սարերում է, ասում է բնության հետ կռիվ տվող Ահնիձորցին, ինչքան էլ դժվար է, Սարի հողաշեն տնակները անբնակ չեն թողնում։ Մի քանի ամսից գոմը կդատարկեն, եղած-չեղածը կհավաքեն ու ճամփա կընկնեն, այնտեղ որտեղ միայն անհուն սարեր են ու կանաչ մարգագետինները։ Հով ու զով Սարեր է ասում, բայց այդ Սարերում կարկուտի տակ ընկնել կա, ցուրտ կա, օրերով վերծեծող անձրև, կարկուտ ու մառախուղ կա, բայց իրենցը էտ է ու սիրով անում են։ Չես կարա պարտավորված ինչ-որ մի բան անես, լրիվ կիսատ կմնա։ Ոչ մի բան չես կարա ավարտին հասցնես։ Պետք է սիրես, ինչ անում ես, պետք է սիրես։ Դուք աշխատանքից եթե դժգոհեցիր, չի դառնա։ Գեղամ ես ծոնել, ինչից բողոքես։ Գնաս հորդ մորդ ասես, չգիտեմ դուք ինչ եք, ես ինչ գործ ունեմ այստեղ, չէ։ Քեզ գեղի մայն ստեղծել։ Սարին չես կարա չկարոտես։ Իրիկունը քնում ես ռաուդը կարոտով վերքին։ Կարոտում ես ամեն թփին, ամեն քարին։ Այն որ եղանակը վատնա, դրան էլ ես կարոտում։ Ոչինչ։ Մարդիկ ենք, ապրում ենք։ Ամեն ինչին մարդ պետքա պատրաստելի։ Ոնց կարողա չկարոտես, եթե դու չես կարոտում, էլի եմ ասում, քուտունը, քուբունը չես սիրում, ուրեմն դու մարդ չես։ Դու պետք է սիրես, ամեն ինչն էլ պետք է սիրես։ Ես կուզենայի օրինակ դուք մի օր որ գաք Սարը, այ գաք ոչ թե արևոտ եղանակի, կուզենայի նենց եղանակի գաք, որ իրոք դուք տենաք, ոչ թե ես պատմեմ, դուք տենաք, թե Սարվորը ոնց է, կարկուտի, անձրևի, մառախուղ, կորած գարկ կա, կորած հորդ կա, կորած անասուն կա, արևով հեշտ է։ Ձեզ մահաց գալիս եք ասում ես ինչ լավն է, բայց այստեղ կապրեք, հեշտ կլեք, բայց այդ օրը չեք պատկերացնում, որ ոտից գլուխ թացել է, ջրի միջին կորած։ Բազուկները դեռ տեղն է, հեշտ ու դժվար չի հարցնում, ամեն գործ ձեռնարկում ու հաջողության հասնում, հերթը հիմա քաղաքում տուն ձեռք բերելն է, դրա համար էլ վռազում են, գետինը կանաչին տա, Սար գնան, որ աշտանը ինչպես ինքն է ասում, ճտերը հաշվեն, սա է իր երազած կյանքը, որ ամեն օր իրականություն է դարձնում։ Նպատակներից մինն է, որ քաղաք գնալ գալ կա, բան կա, մի հատ տուն էլ ընդեղ ստեղծեմ, ու միջև այդ նպատակին հասնելը մեր սերունդիցն եմ զարմանում ես շատ, որ վախում են ամուսնանան։ Չգիտեմ դա ինչ ցավ է։ Ուր գնում ես, որտեղ գնում ես նույն բանն է։ Գնարա։ Ինքն էլ ուզում նկարվի։ Հա, սա ես առած։ Яр երկու բառ էլ դու ես ախմախ։ Այն ժամանակ որ ասում էին պետք է ամուսնանաս, դուք ում եք մտածում իրար, իրոք դա պետք է, դա պետք անհրաժեշտ է, պետք է ամուսնանաս, ոչ թե երկիր է, քո աշխարհն է, բայց չզարգանա, սոր որ ասում ես պետք է ամուսնանաս, հեռախոսից չեն կտրում որ ամուսնանան։ Որ մի քանի անգամ ասում ես հեռախոսը դեն, Անչ ամուսնացել եք, ինչ բան եք։ Դուք ունեք չամուսնացած տանը։ Շատ։ 3 հատ ունեմ, 3 էլ չամուսնացած։ Խոզը ամեն ինչ է սիրում է։ Աստու տված խոզը կաղին է, աճար է, տանձ է, խնձոր է, ամեն ինչ է սիրում է։ Բայց մենք էլ ենք սիրում, չէ՞։ Օրինակ մենք սիրում ենք դրանից քաշած արաղը։ Հիմա որ գնամ տենամ, խոզերն այդ ծառի տակ լրիվ վակել են։ Բայց ինչ վակեմ։ Դրա համար անցի շուտ եմ վերկենում։ Գնում եմ վակամ խոզը գալիս են ինձ ամոթանք տալի։ Բա մեր փայտանձը տարար։ Հրեն Մաթևոսյանական ծմակուտն էլ լիքը ապրուստի տեղ է, որ Վարդանը հավաքում ու հավաքում է։ Ոտքի հետ գնացող բան ասում է, դա մի կենդանի պահեստ է, որտեղ ամեն սեզոն իր բաժինն ունի, իր օրենքը ու իր շնորհը։ Ծմակուտը ոչինչ չի խնայում մարդու նկատմամբ, եթե մարդն էլ հարգանքով է մոտենում նրան։ Այստեղ ամեն ինչ կարող է վերածվել ապրուստի, միայն այն դեպքում, երբ մարդն ու բնությունը գործակիցներ են, ոչ թե հակառակորդներ։ Ժամանակ ունենք լավ մոր, այդ ոնց որ կամած վերանմա։ Մոշ կա, մասուր կա, տանց կա, քոլի խնձոր ենք ասում, որ քոլի խնձոր, մի արդեն այդ քոլի խնձորը փոխվել է, խոժոր խնձոր է բռնում։ Չնայած դա միշտ էլ մնում է քոլի։ Բնությունը էլի ամեն ինչ էլ տալիս է։
Ու հենց այդ տվածի արդյունքն է, որ Վարդանը այս ձմռան կեսին օղեթորման սարքը հանել է դուրս, բակում տեղադրել ու պատրաստվում է վայրի տանձի օղի թորել։ Մի բան, որ միայն հատուկ հյուրերին է պատիվ տալիս։ Հնուց դեռ ունի, ինչպես ասում է, Շամբունը անոսկոր չի մնում, բայց ժամանակ չունի, մինչև գարուն պիտի մի քանի տակառ օղի թորի, որ հետո հանգիստ խղճով սար բարձրանա։ Ժողովուրդ, ասեն չիլի։ Ողջ ենք։ Լելիք ջան, այս ինչքան լավ էր։ Այս ժողովրդին վեր կալարե կարախբեր։ Մենք էլ լիարդե հանք։ Հանելա մենք էլ դե ապրեք դու։ Բերեք, Ինեսայիսն բերեք, խմենք մեր բոլորիս կենացը։ Ցանկանանք մեր աշխարհային խաղություն։ Մենք գեղացի մարդիկ ենք, աշխատիլ դենք, չարչարվիլ դենք, ստեղծիլ դենք։ Ամեկի ստեղծածը թող մեզ հալալ լի։ Ու Տեր Աստված ջան, աշխարհը խաղալի։ Իմ քաշած արավանա, ով չխմի, Լսի գիտես ինքն ինչ անում։ Մանրամասնալ քաշում։ Հիմա մենք շնորհակալություն։ Մենք բաժալուստա։ Հիմա մենք վրին ու գնում մի ուրիշ գործ ես ինչ անում։ Ինքը կողքին կանգնում է միջև վերջ։ Միջև վերջ կողքի սպանա սարքել։ Ջարդելու սարքալ ինքը ձեր ուժեղ ջուրք ունի, էլի։ Շատ ուժեղ ձեռում։ Աղացել իմ։ Աղա սարք կկանգնում, ինչ է կանում որ կա։ Ուի որ մին տակը Այ որ մի բաժակ խմես, կիմանաս թե կողքին խիեմ նստել։ Որ ավել ոչ մի բան չլի։ Չփչանա, ստավոր գյոզալ ապրանքը չփչանա։ Առանց արաղի մկճառաճել ասի տունը տուն չի, հյուրը էլ հյուր չի։ Նստեք մի բաժակ խմենք, որ գիտենանք ինչու ենք հավաքվել։ Վարդանի աշխարհում օղին պարզապես խմիչք չէ։ Դա հավաքվելու, խոսք ասելու, հիշելու ու մարդ մնալու ձև է։ Սեղանի շուրջ ամեն ինչ իր տեղն ունի՝ ձեռքով պատրաստվածը, քրտինքով վաստակածը ու ամենակարևորը՝ մաքուր սիրտը, որ միշտ պատրաստ է կիսելու։ Այս սեղանի շուրջ չկա ավելորդություն ու չկա պակասի զգացում։ Կա այն, ինչ ստեղծվել է սեփական ձեռքերով, ու այն կյանքը, որը ապրում են լիարժեք, առանց դժգոհելու։ մանրամասնալ քաշում։ Մեզ գիտես ինչա պակասում, ոչ մի բան չի պակասում։ Մարդիկ ենք, աշխատում ենք, ստեղծում ենք, ապրում ենք։ Պակասությունը որն է։ Սոր չի լի եկուց կլի։ Եկուց չի լի, կստեղծվի, դա կստեղծվի։ Պակասությունը որն է։ Ու աշխարհին խաղաղություն ասա։ Մարդը ստեղծող, ամեն ինչ էլ ստեղծող է։ Կստեղծենք։ Սոր չկայանանք, եկուց կստեղծենք։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Ահնիձորից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։